Բարև հարգելի ժողովուրդ, բարև երկիր, բարև ազգ։ Շարունակում ենք Արցախի, Արցախահայության իրավունքների, Հայաստանի Հանրապետության, նախընտրական թոհուբոհի, Նիկոլ Փաշինյանական ՔՊ-ական սանձարձակության եւ ելի մի շարք հարցեր, որոնց սկիզբը Արարատ Միրզոյանի ինքնախոստովանությունն է, որ ինքը համագործակցել է ԱԱԾ-ի հետ։ Ինքը համագործակցել է ազգային անվտանգության ծառայության հետ։ Եվ ոնց է ինքը ներկայացնում, սա շատ կարևոր բան է, ես նախապես ասեմ, Արարատ Միրզոյանի նկատմամբ որոշակի հարգանքով եմ լցված, անձնապես նրա անձի նկատմամբ, եւ այս ամեն ինչը առանձնակի իմ վերաբերմունքը չի փոխում, պարոն Միրզոյան, դա չի նշանակում, թե այդ հարգանքը տարածվում է նաեւ ձեր բանգաբութուրկա թիմակիցների եւ առավել եւս ձեր ճիվաղ ղեկավարի նկատմամբ։ Հա, բայց համենայն դեպս հիմա դուք հայտնվում եք իմ քննադատության թիրախում եւ կփորձեմ առավելագույնս արդարամիտ քննադատել ձեզ առանց պոպուլիզմի, առանց փաստերը ականջներից ձգելու, ինչպես դուք եք անում սովորաբար եւ ձեր թիմակիցները։ Եվ այսպես, Արարատ Միրզոյանը ինչա ասում։ Ասում է, ես եղել եմ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ համագործակցություն եմ ունեցել, եւ այնտեղ հարցնում են գործակալ բան, ասում չգիտեմ այդ ոնց է ձևակերպվում։ Գործակալը ինչա, ինքը ասում չէ, այդպես բան չկա։ Ես չգիտեմ ոնց է ձևակերպվում, այսինքն որոշակի տարեթվի իր բառն եմ ասում։ Ինքը համագործակցել է ԱԱԾ-ի հետ, քանի որ ընդդիմադիր իդեպ գործիչ ա եղել, ընդդիմադիր ակցիաների ա մասնակցել ու համել փորձագիտական ծառայություն ա մատուցել Արարատ Միրզոյանին, չի ասում, թե ինչ փորձագիտական, ինքը պատմաբան էր։ Թե այդ ինչ կար, ԱԱԾ-ն ինչ չգիտեր պատմաբանական, որ պիտի Արարատ Միրզոյանից հարցներ, դա ես չեմ կարողանում պատկերացնել։ Թեև ընդհանուր առմամբ պատկերացնում եմ այդ համագործակցությունը ինչ տիպ կարար ստանալ, այսինքն նրան փորձել են վերբով կանել, նա մասնակիորեն համաձայնվել է, իմ կարծիքն է սա։ Հետո ճանապարհի կեսից հասկացել է, որ շատ է խորանում այդ ամեն ինչը, փոշմանել է, բայց եւ այնպես ցույց է տվել ԱԱԾ-ին, որ ինքը այդպես դեմ չի, այսպես ասած։ Ինչին դեմ չի, հեսա կգամ, հեսա կասեմ, ինչին դեմ չի։ Մեր ազգի ճակատին խզմզած է որպես ճակատագիր, որ մեր երկրի իշխանությունները պիտի լինեն ԱԱԾ կամ ԿԳԲ գործակալներ։ Եթե ԿԳԲ գործակալ չես կարա դու լինես Հայաստանի Հանրապետության քաղաքական կամ պետական վերնախավում, չես կարող լինես Հայաստանի Հանրապետության ղեկավար։ Այս հայտարարությունը անում եմ անցյալը պատմությունը դիտարկելով, որովհետև առաջին նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանը ապացուցված փաստ է, որ եղել է ԿԳԲ-ի գործակալ։ Այո, դա սովետական միությունն էր։ Այո, ինքը եղել է իր սեփական պետության գործակալը, բայց ի տարբերություն իր գոլեգաների ինքն է եղել գործակալն ու ի պաշտոնե ընդ կոչում ա ունեցել, պաշտոն ա ունեցել, բացի իր գիտնական լինելուց, հա, Մատենադարանում, եթե չեմ սխալվում։ Մի խոսքով այդ մարդն եղել է ԱԱԾ ԿԳԲ-ի գործակալ, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Դու ես սրա մասին գիտեմ, առանձնակի ես փաստից չեմ հուզվում, բայց եկեք ֆիքսենք որպես օրինաչափություն։ Հաջորդ ղեկավարը Հայաստանի Հանրապետության Ռոբերտ Քոչարյանը եղել է կուսակցական, սովետական, կուսակցական գործիչ, քարտուղար, եթե չեմ սխալվում, այդ իրանց բանի ֆաբրիկայի։ Այսինքն մի պաշտոն, որը առանց ԿԳԲ-ի աշխատող լինելու չես կարա լինես։ Սովետական միության ժամանակ եւ դրանից հետո էլ դու չէիր կարող մի հատ լուրջ դիրք զբաղեցնես, լուրջ պաշտոն ունենաս ու չլինես ԿԳԲ-ի հետ համագործակցության կամ ենթակայության տակ։ Անհնար է։ Այսինքն երկրորդ ղեկավարն էլ Հայաստանի Հանրապետության եղել է ԿԳԲ-ի կադր։ Երրորդ ղեկավարը Սերժ Սարգսյանը դե ինքը տեղով մեկ եղել է ԿԳԲ-ի ազգային անվտանգության ծառայության պետ։ Այսինքն այստեղ գաղտնիք չկա։
ինքը եղել է ծառայության ղեկավար, այսինքն ինքն էլ է եղել, այսպես ճակերտավոր ասած, ժողովրդական խոսքով ասած, KGB-իչն է։ 4-րդ ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, իբր թե չի եղել։ Բայց հաշվի առնելով նրա դուխը, որով նա քննադատում է շատ բաների, հասկանալի է, որ նրա քամակն էլ պինդ էր։ Հաշվի առնելով, որ բոլոր ընդդիմադիրներին Շանթ Հարությունյանից սկսած Անդրեաս Ղուկասյանով վերջացրած, գրեթե բոլոր ընդդիմադիրներին, այդ շրջանում քաղաքական վայրիվերումների բանտարկել էին, բայց Նիկոլ Փաշինյանին ազատ էին արձակել, ավելին, Նիկոլ Փաշինյանի վրա մարտի 1-ի գործով բավականին լուրջ մեղադրանքներ կային, բայց էլի Նիկոլ Փաշինյանին այն դեղից էին ազատ արձակել դեռ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը, չգիտեմ, իր կյանքի որ փուլում կարծում եմ, որ վերբովկա եղել է եւ ինքն էլ եղել է ԱԱԾ գործակալ։ Եթե Արարատ Միրզոյանը եղել է ԱԱԾ գործակալ, ուրեմն առավել եւս Նիկոլ Փաշինյանը եղել է։ Եվ միջև հարգելի քաղաքական ուժեր, տղեկ, աղջկեք, ձեր ցավը տանեմ, միջև չգնաք KGB-շնիկ չդառնաք, մոռացեք, որ քաղաքական ձեր կարիերայում դուք կարող եք լուրջ պոստի, բարձրագույն պոստի հասնել, այնպիսի միամիտ անտարբեր ժողովրդի մեջ, ինչպիսին հայ ժողովուրդն է։ Հայ ժողովուրդ, դուք էլ սա նայեք, որ ձեր միջի լավերին, սկզբունքայիններին դուք չեք սիրում, որովհետև նրանք ձեզ այդքան էլ չեն գրավում, հատկապես միջև վրից մի թեթև գործակալի հոտ չառնեք բնազդաբար, չնայած հիմա մեր վերջի գործակալի վրից ավելի շատ պերաշկու հոտ է գալի, բայց եւ այնպես, միջև գործակալի հոտ չառնեք չեք ընտրի, չեք ճանաչի, բնազդով եք սիրում այդ գործակալներին, բնազդով, ազգային բնազդ կա սենց մի հատ, որ գործակալ է սիրում, էլի, միջև գործակալ չլինի, չի համակրում, քվե չի տալի, խոսքը իհարկե մեծամասնության մասին չի, բայց այն մեծամասնության մասին է, ովքեր քվեարկում եւ արդեն 4 հոգի իրար հետևից ընտրում է գործակալ, երկրի ղեկավար, բայց Արարատ Միրզոյանի նկատմամբ ունեցած հարգանքս ինչու՞մ է, հիմա ցույց տամ, թե ինչով է նա մյուսներից տարբերվում, նա միակն է, ով այդ մասին խոստովանում է, ասում եմ, որ եղել է, փորձագիտական ծառայություն է մատուցել, բայց ոչ թե մի քեյս է եղել, այլ որոշակի թվականի նա այդ գործն արել է, այսինքն այն ամեն ինչ ասում էին իր մասին, եթե նույնիսկ չափազանցված, այնուամենայնիվ ճշմարտություն էր, որ օմեգա բան ասում էին, անկեղծ ես միջև վերջերս էլ միջև այսօր էլ առանձնակի եմ ասում, դա չեմ կարևորել, ասեմ թե կարա լինի, բայց որ դա բամբասանք չէր, դա իրականություն է, փաստորեն իրականություն է։ Սա մեկ, մեր երկրի ճակատին գրած է, խզմզած է, մինչև KGB-ի գործակալ չլինի, չի կարա ղեկավար դառնա Հայաստանի Հանրապետություն։ Օրինակ մի բան էլ ասեմ, Ծառուկյան Գագիկի հետ կապված, որ շուտվանից սրա մասին մտածել եմ։ Հա, ես մտածել եմ, որ նույնիսկ այդ օլիգարխներն են ԱԱԾ գործակալ կամ KGB-ի գործակալ, այսինքն չեն կարա իրանք չլինեն FSB-ից կամ ԱԱՑ-ից ու իրանք այդքան արտոնություն ստանան կամ չհամագործակցեն FSB-ի կամ ԱԱՑ-ի հետ, ու իրանք այդպիսի արտոնություն ստանան այդ աստիճան օրենքներ խախտելու, հարկեր թաքցնելու, մաքսեր ուրեմն շրջանցելու, մաքսատուրքեր շրջանցելու, ուրեմն իրաց թույլ է տրված դա անել, այդպես է պլանավորած ԱԱՑ-ի կողմից կամ KGB-ի կամ FSB-ի կողմից։ Եվ ես մտածում եմ այդպիսին են նաև օլիգարխները, օրինակ Գագիկ Ծառուկյանը, որտեղից էր կասկածը մոտս, որ նա ջահել ժամանակ որպես ոստիկան աշխատել էր այն ժամանակվա, եթե չեմ սխալվում, ՑԿ-ի պահակներից էր եղել։ Այսինքն այն ժամանակվա բարձրագույն իշխանության պահակներից էր եղել։ Որպես ոստիկան, հա, պահակային ծառայություններ իրականացել։ Դե այդ էլ ենք հասկանում, որ այդ կողմերում պահակային ծառայություն իրականացնողները բնականաբար պիտի էլի KGB-ի հետ որոշակի KGB-ի կողմից պիտի թույլտվություն ստանային։ Ամեն պատահած մեկին չէին տալի դնի այնտեղ պահակային ծառայության ոստիկան։ Այսինքն մտածում եմ, որ նա էլ շատ վաղուց էր այդ համագործակցության գնացի ու այստեղ կարելի է շատերի վրա ասել, բայց էլի եմ ասում, ժողովուրդ ջան, դուք մի հատ ձեզ հայլու մեջ նայեք ու ձեզ հարցրեք, ինչի եք դուք այդպիսին, որ ձեր սիրտը գերում են, ձեր սիրտը շահում են
այնպիսի մարդիկ, ովքեր անպայման եղել են հատուկ ծառայությունների գործակալներ եւ միայն այսպիսի մարդկանց եք դուք քվե տալիս, որ դառնան իշխանություն։ Ահա, սա սենց։ Հիմա անցնենք մյուս հարցին, որ Արարատ Միրզոյանը ասում է, երևի նկատի ունի կաթողիկոսի եղբոր հետ կապված, որ հրապարակվել էր, որ նա պաշտոնապես էլի ԱԱԾ-ն, չգիտես ինչու հրապարակել էր, որ նա KGB-ի գործակալ է եղել, ու ԱԱԾ-ն ասում է, բանը, Արարատ Միրզոյանն ասում է, դե պատկերացնեք իր երկրի համար աշխատած է, յանի ինքը, ու կայսրության համար աշխատած դա նույն բանն է։ Պարոն Արարատ Միրզոյան, ես ձեր մասին ավելի բարձր կարծիք ունեմ, խնդրում եմ տենց ամբաղ-զամբաղ բաներ մի խոսացեք, կայսրությունը այդ ինչ որ ասում եք, դա հենց սովետական միությունն էր, որը այդ մարդկանց հայրենիքն էր, այսինքն դու նրանցից լավը չեք։ Ավելին, թե նրանք վստահ էին, որ իրանց KGB-ն, իրանց սովետական KGB-ն է ու ծառայել են սովետական KGB-ին, դու գիտեք, որ հայկական ԱԱԾ-ն դա ռուսական FSB-ի ֆիլիալն է։ Դուք դա շատ լավ գիտեիք։ Այսինքն, եթե նույնիսկ համեմատություն տանենք կաթողիկոսի եղբոր եւ Արարատ Միրզոյանի հավաքագրման կամ հատուկ ծառայությունների հետ համագործակցության հարցում, ապա իմ արդար մտքով ավելի արդարացված է երկուսին էլ իհարկե շատ վատ աչքով եմ նայում, բայց դա թողենք ասեմ, դա իմ ներքին սուբյեկտիվ տրամադրությունն է, ես չէի անի տենց։ Հիմա դառնանք կաթողիկոսը սովետական KGB-ին էր ծառայում։ Նա գիտեր, որ սովետական KGB-ն հաստատ ՑՌՈ-ին չի ծառայում։ Բայց դուք խո գիտեիք, որ հայկական ԱԱԾ-ն, հայաստանյան ԱԱԾ-ն դա ռուսական FSB-ի ֆիլիալն է։ Եվ այնուամենայնիվ դուք իրանց հետ համագործակցել եք, այնպես որ, ինչպես ասում են, կույս կամ ավելի ժողովրդական բառով ասած ցելկա մի խաղացեք, ամեն ինչ շատ պարզ է, որ դուք իմանալով, որ համագործակցում եք մի կազմակերպության հետ, որը ռուսական FSB-ի ենթակայության տակ է, դուք այդ ծառայության հետ համագործակցել եք։ Եվ այդպես մի արդարացեք, որ հանուն Հայաստանի դա կառավարությանը չէիք ծառայում, բա ում էիք ծառայում։ Ավելին ասեմ, հələ կարող է այլ ինչ որ դատախազությանը ծառայեիք, ավելի լավ լիներ, քան թե ԱԱԾ-ի, որտեղ ԱԱԾ-ն հենց անմիջապես Սերժ Սարգսյանի ենթակայության տակ է։ Այն նույն Սերժ Սարգսյանին, որը ասենք այդ չգիտեմ ինչ համագործակցություն է ձեր մեջ, KGB-ից դուրս էիք գալի կամ ԱԱԾ-ականների հետ շփումներից դուրս էիք գալի, գնում էիք ձեր ընդդիմադիր ընկերների հետ ենթադրենք միտինգի կամ ինչ որ քննարկման։ Ես չգիտեմ այդ շրջանում ձեզ հետ ընկերություն արած մարդիկ ոնց կնայեն այս բանին, որ իրանց ընկերը, որ իրանց մեջ նստած ընդդիմադիր գաղափարներ էր քննարկում, ասենք ինչ որ ժամի գնում էր եւ համագործակցում էր էքսպերտի բաներ արտահայտում, փորձագիտական ծառայություններ մատուցում ԱԱԾ-ին։ Բայց էլի անցանք, մեր երկրի դժբախտությունների մեջ սա երևի ամենափոքրերից է։ Արարատ Միրզոյանի մի ուրիշ շատ կարևոր հայտարարության, իդեպ, պարոն Միրզոյան, դուք արտգործ նախարար եք, եթե չեմ սխալվում, եթե հիշում եք իհարկե, ու սենց հարց է տալի, ասում է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին ինչ կասեք, ինքը ասում է ինչ նկատի ունեք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունք, արտգործ նախարարը մարդ է, թիվ 1 դիվանագետն է երկրի, ասում է նախադեպեր կան աշխարհում, որ այդպիսի բան կասեք, ասում է դե միջև հիմա չեմ մտածել այդ առումով, մեր երկրի արտգործ նախարարն է, միջև հիմա չի մտածել այդ առումով, ասենք ChatGPT-ին ես 2 րոպե տևեց, մի հատ հարց ու փորձ արեցի ու հիմա կասեմ ինչ հսկայական պատասխան տվեց պարոն արտգործ նախարար, այսինքն չեմ հասկանում էլի, դուք արտգործ դիվանագետ եք դուք չգիտեք նախադեպեր, ասեմ նախադեպեր, Կոսովոյում կա նախադեպ, Խորվաթիա, եթե չեմ սխալվում, կա նախադեպ, վերադարձի իրավունքի մասին ասեմ, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, կոնվենցիա, սրա մասին գիտեի իհարկե նախապես, մարդու և քաղաքացու իրավունքների դեկլարացիա, եթե չեմ սխալվում, 65 թվական, միջազգային փաստաթղթեր են,
դարձյալ վերադարձի իրավունք ունի Արցախցին ըստ այդ փաստաթղթերի։ Ավելի թարմ բան ասեմ, 2023 թվականի նոյեմբեր, եթե չեմ սխալվում, Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ վճիռ, այն մասին, որ իդեպ այդ վճիռը պարտադիր է Ադրբեջանի համար, այն մասին, որ ցանկություն ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկության դեպքում կարա վերադառնա ու նրանց անվտանգությունը պիտի երաշխավորված լինի։ Չգիտեք sense բաներ, 23 թվականի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ վճիռը, պարոն թիվ 1 դիվանագետ Հայաստանի Հանրապետության, չգիտեք սրա մասին։ Ավելին Արդարադատության միջազգային դատարանը 3 որոշում է կայացրել, մեկը, եթե չեմ սխալվում, 21 թվականին, որով խտրականության, հայերի նկատմամբ խտրականության մասով արգելք է դրել, երկրորդը Լաչինի միջանցքը փակելու ժամանակ, միջանկյալ որոշումներ են, որով ասලා միջանցքը պիտի բացվի, եւ արդեն հայերի բռնի տեղահանությունից հետո երրորդ միջանկյալ որոշումն է կայացվել։ Վերջնական որոշումներին ժամանակ կա, բայց այսպիսի որոշումներ են եղել։ Պարոն Արարատ Միրզոյան, չգիտեք սրա մասին, ինչա նշանակում Արցախահայության վերադարձի իրավունք։ Սա է նշանակում։ Միջազգային կոնվենցիաներից մինչև Արդարադատության միջազգային դատարան։ Հենց կոնկրետ Ղարաբաղցիների, արցախցիների մասով, կոնկրետ։ Չգիտեք դրա մասին։ Իմացեք, ժողովուրդ ջան, իմացեք Ադրբեջանի համար ինչ անհարմար դրություն կա աշխարհում իրավական տեսանկյունից։ Թեև սրա այս իրավունքների սպասարկման համար պետքա ռեսուրս։ Այս պայն Հայաստանի Հանրապետությունը այդ ռեսուրսը չունի։ Բայց դա չի նշանակում, որ Ղարաբաղցիները, մեր Արցախահայությունը չեն կարող այդ ռեսուրսը ինչ որտեղից հայթայթել։ Եվ քանի որ թե Ալիևը, թե իր ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետությունում շատ լավ գիտեն, որ այս ռեսուրսը կարելի է հայթայթել, ահա որոշել են այս հարցը վերջնականապես փակել արցախցիների բերանը մետրոներում փակելով։ Ասում են նշանը տվեցին, գցեց գեդին։ Բերեք ես կողեմ ձեր աշկը այդ նշանը, ոչ թե գցեմ գեդին։ Այդ քարտեզի նշանը բերեք թքեն վրան շպրտեմ միան։ Ինչ մի ձև եք բռնե, ես հիմա թազը սրբություն եք ստեղծել։ Այդ պլաստմասի կտորը, որ դրա վրա իրական Հայաստանն է պատկերված։ Բերեք խորխեն վրան շպրտեմ մի կողմ։ Հələ բերեք տենամ։ Եթե ինչ մի բանը, Անդրանիկ Ունչյան Զատիկյանը մի լավ ստատուս էր գրել, ասում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ 3 խորհրդանիշ ունի Հայաստանի Հանրապետությունը. դրոշը, հիմնը եւ զինանշանը։ Ահա Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը, որոնք այո չի կարելի շպրտել գեդին։ Իսկ ձեր բրոշկեքը ձեր իսկ կողմից ձեռառնելիք սարքած։ Ինչ եք խոսում։ Իբրև թե դուք պլաստմասի կտորով հայրենիք եք սիրում, հայրենիքը շամբերան եք տվել, հիմա հայրենիք եք սիրում։ Կրկնեմ ու էլի պիտի ասեմ, մի անելիք ունեիք ՔՊ եւ Նիկոլ Փաշինյան։ Անձեռնմխելի պահել Սյունիքը եւ Հայաստանը, անձեռնմխելի պահել Զանգեզուրի միջանցքային տրամաբանությունից։ Եվ դուք այդ միակ անհրաժեշտ անելիքը չարեցիք։ Ձեր հետ էլ զրույց չկա, ձեր ձեռը ինչին կպավ, ավետարանին կպավ, արդեն այդ ավետարանը պղծվում է, եթե ձեր ձեռն է կպե, դի տանեն ութատ տերտեր վրեն աղոտ կարթան, չգիտեմ, բան անեն, օրհնեն, օծեն, որ այդ ավետարանը նորից լինի ավետարան, էսի իմացեք, դուք ինչին կպակ, եթե պղծվում է, ձեր ճենճոտ, Պերաշկիոտ մատներով, ինչին կպակ, դա պղծվում է, լինի Հայաստանի քարտեզ, թե լինի չգիտեմ ինչ։ Ահա այսպես իմացեք, սա է ձեր գնահատականը։ Պրիտոմ, ես նես չի, որ ռադիկալ հականիկոլական եմ եղել ամբողջ կյանքս։ Այո, խիստ արտահայտություններ արել եմ, գրեթե Նիկոլի իշխանավարման բոլոր փուլերում սկսած հեղափոխությունից անմիջապես հետո Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման այդ դրվագով, այն ժամանակվանից սկսան քֆուրները։
իմ հասցեին նիկոլականների կողմից։ Բայց ես երբեք adekvatությունը եւ իմ արդար միտքը, արդարամտությունը ձեր գնահատական տալուց չեմ կորցրել։ Երբեք։ Միշտ ասել եմ այն, ինչ հնարավոր է բազմակողմանի հիմնավորել։ Եվ հիմա էլ այս խոսքս ուղղակի հակալնիկոլական դիրքավորում չի։ Ավելին, ես կարծում եմ, որ մեր երկրի խնդիրը Նիկոլը չի, այն ժողովուրդն է, որի ծոցից դուրս է գալի Նիկոլը։ Ես դա եմ կարծում։ Իմ աչքի առաջ չարիքը այդ Նիկոլը չի, այդ են տգիտությունն է, որով օժտված է Նիկոլին սնող ժողովուրդը։ Անկեղծ ասում եմ։ Իմ կարծիքով Նիկոլին պետք չի Սամվել Կարապետյանով կամ Ռոբերտ Քոչարյանով կամ բանը Գագիկ Ծառուկյանով կամ չգիտեմ մեկ ուրիշով փոխարինել։ Չէ, Նիկոլին կարելի է փոխարինել միայն մեզ պեսներով։ Մեզ պեսներով, ուրիշ ոչ մեկով չի կարելի փոխարինել։ Դրա համար ասում եմ բոլորին դեմ եմ։ Այսինքն ճիշտ հասկացեք, այն չի, որ ես գնացե դիրքավորվել եմ այն օլիգարխների խոսույթում ամենևին, էսի իմ, այսպես ասած, բազարն է, ես իմ բազարն ունեմ քո հետ, ու այդ բազարի մեջ կա ճիշտ, կա փաստ, արդարադատության միջազգային դատարանի որոշում, միջանկյալ որոշում։ Եվ արցախցիների կարգավիճակը, երբ որ ասում է Արարատ Միրզոյանը, իսկ ինչ կարգավիճակով։ Թիվ 1 դիվանագետը մեր երկրի դուք եք, պարոն Միրզոյան, այդ ում եք հարցնում, լրագրողին ինչ կարգավիճակով։ Լրագրողը պետք է ասի, լրագրողն է ու չի հասկանում։ Եվ այդ հարցը մնում է անպատասխան, ինչ թվում է դուք ինքներդ պետք է այդ հարցին պատասխանեք։ Ասեմ ինչ կարգավիճակով, էլի ըստ միջազգային ընդունված նորմերի։ Այնպիսի կարգավիճակով, որով երաշխավորված կլինի արցախահայության իրենց բնորանում ապրելու անվտանգությունը, սեփականության իրավունքը եւ խտրականությունից զերծ լինելը։ Ահա թե ինչ կարգավիճակով։ Այն հեքիաթը, որ պատմում եք, որ գգնան դպրոց, որտեղ հայերեն չի լինի, այն որ հայերեն պիտի լինի դպրոցներում, որոնք հայերն են գնում, կամ ասորերեն պիտի լինի դպրոցներում, որտեղ ասորիներն են գնում, կամ եզդիների լեզուն պիտի լինի դպրոցներում, որտեղ եզդիներն են գնում, դա միջազգային իրավունքի, մարդու հիմնարար իրավունքների պահանջ է։ Պարոն Արարատ Միրզոյան, դիվանագետ մարդ եք դառել, արտգործ նախարար եք, չգիտեք ես նրբությունները, պետք է բժիշկը գա ձեզ ասի։ Բժիշկը բան ու գործ չունի։ Հիվանդներին բուժի, դիագնոզները դնի, գլուխը ցավի տակ դնի, հետո գնա դիվանագիտություն, միջազգային իրավունք, բանը, մարդու իրավունքներ ուսումնասիրի, որ գա կարողանա ձեր անգրագիտությունը, համատարած անգրագիտությունը, լուսաբանի, հա։ Բժիշկը բան ու գործ չունի, գիտեք։ Բայց էտա գինը։ Ուզում ենք երգիր, ուզում ենք լավ երգիր, կապ չունի ինչ մասնագետ ես։ Պետք է քո ուժերից չափով, քո ջանքի ու կամքի չափով մասնակցես այս բարդակի կարգի հրավիրմանը։ Միահեծան բարդակի, սա պարզապես քաոս չի։ Սա կառավարվող քաոս է։ Դա ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, եթե հենց չկառավարես այս քաոսը կհամակարգվի։ Կարգ ու կանոն կստանա։ Հատուկ պետք է կառավարես, որ այս քաոսը մնա քաոս ու ավելի այլանդակվի։ Ոնց պետք է կառավարես։ Պետք է KGB-ից նշանակես երկրի ղեկավար։ Պետք է ռուսական FSB-ի ենթակայության տակ եղած ԱԱՑ-ից նշանակես երկրի ղեկավար, հետո այն մյուս երկրի ղեկավար, հետո աճացնես բերթերի մի հատ կռիս, որ բերես էլի հետո սարքես ստեղ ղեկավար։ Որի թիմում մի ազնիվ մարդ կլինի, ով կասի, հա էլի ես KGB-ի գործակալ եմ։ Գործակալ չի ասի, կասի ես համագործակցել եմ։ Ահա։ Այսպես պետք է կառավարես այս քաոսը։ Իսկ նրանք արևմտյան շահառուները
Նրանց խո պետք չի ստեղ խելքը գլխին երկիր, խելքը գլխին ժողովրդով։ Նրանց էլի պետք է հեշտ կառավարվող, բայց ավելի նուրբ են էլի նրանք, ասենք չագուջով գլխի տալու փոխարեն փողը կտան, կշինեն կեթան, կկառուցեն կգնան, դա նկատի ունեմ։ Բոլորին դեմ եմ նախաձեռնության շրջանակներում ես պարտավորվել եմ, որ պետք է հայոյանք չօգտագործեմ։ Ինչպես տեսնում եք, միջև այս պահը, այսպես կարմիր գծի վրայով գնում եմ, հələ որ կարմիր գիծը, որը խոստացել եմ, չեմ խախտել։ Ու չեմ խախտելու։ Ահա։ Ասենց խոստացել եմ պիտի անեմ, այլևս ես իրավունք չունեմ հայոյելու, ոչ մի դեպքում։ Ահա։ Հիմա գանք ինչին։ Հիմա գանք Արցախայության հարցերը պատերազմին։ Նախ գանք այն մտքին, որ այսօր դրա մասին մի րոպե Ահա։ Գանք պատերազմին այն մտքով, որ նայեք, Նիկոլենք ես քանի ամիս են չեն ասում, խաղաղություն է, վերջ խաղաղություն է, ինչ են ասում, քանի ամիս այդ չեն ասում, հիմա թազա բան են մտածել, ասում չէ, եթե Նիկոլ Փաշինյանի բառացի ցիտում եմ, եթե սահմանադրական մեծամասնություն չհավաքեն պարլամենտում, ապա սեպտեմբերին կլինի անողոք պատերազմ, խելքի հաշեցի։ Գիտեք ինչ նշանակում սահմանադրական մեծամասնություն։ Սահմանադրական մեծամասնությունը դա 67%, ոչ թե 50+1%, ոչ թե 50% +1 մանդատ, այլ 67%։ Ասում եմ, մինչև 67% պարլամենտում չհավաքենք, պատերազմ է լինելու։ Ցանդել եք ժողովուրդ։ 67%, լուրջ 67%, այդքան Նիկոլապաշտ որտեղից եք ճարելու։ Որտեղից պիտի ճարեք այ մարդ։ 67%, պատկերացրեք ինչ խնդիր է դրած իրանց առաջ։ Թե չէ ասում է պատերազմ է լինելու։ Քանի կան խաղաղություն էր։ Ինչ պատերազմ, ինչ բան, խաղաղություն են բերել։ Հիմիվ դրող պարզվում է չէ, այդքան էլ խաղաղություն չի։ Խառնվեք իրար, ահաբեկվեք։ Եվ հիմա հարց 67% ինչին է պետք։ Ենթադրենք պետքա որպեսի սահմանադրություն փոխեն։ Լավ։ Հիմա ունեն 67%։ Ունեն։ Բախի չեն փոխում սահմանադրությունը։ Բաթո փոխեն։ Եթե նրանց 67% պետքա ընտրություններից հետո, որպեսի սահմանադրություն փոխեն, որպեսի չլինի սեպտեմբերին անողոք պատերազմ։ Բան չի հիմա չեն փոխեն։ Թո փոխեն։ Եթե կասեք, որ իրանք այդ իրավունքը չունեն, այո, իրանք ոչ հիմա այդ իրավունք ունեն, ոչ էլ հետո են այդ իրավունք ունենալու, բայց իրանք սահմանադրական կարգի հիմունքները, որ բացում է սահմանադրության մեջ, տասնյակից ավել հոդված են խախտել, այսինքն իրանք սեստեն ես բեսպրիձել է իրանց մոտ, միահեծան բեսպրիձել, միահեծան անիշխանություն, միահեծան բարդակ, բա հիմա խի չեն անում, այդքան արել են դա խանգարում իրանց, ասեմ խի չեն անում, վարկած, որովհետև դա չի միայն, որ նրանք պիտի անեն, նրանց 5 տարի պետք է, ընդեղ կա ծրագիր զիջումների մի ամբողջ մենյուն ուղարկում են աֆիցանտի հետ, աֆիցանտը արտգործ նախարարն է, գնում է տենում է ադրբեջանական Բայրամովին, ասում է եսի մենյուն ինչ կցանկանաք, շեֆը ինչ է ուզե, Ալիևն դեց ասում է, այսի եմ ուզում, պիտի գան էտի անեն, արդեն խոսացել ենք, անկլավներ, փախստականների վերադարձ, սահմանների իրանց հարմար ձևով, չգիտեմ, սահմանագծում, դելիմիտացիա, ինչ էր, դեմարկացիա, դելիմիտացիա, այնպես պետք է այդ ամեն չարի, որ տիրող իշխող բարձունքներին մնան ադրբեջանական դիրքեր, իսկ մենք պետք է նահանջենք ու զիջենք, Զանգեզուրի միջանցք, իրանց ուզած պայմաններով, 5 տարվա ծրագիր կա, դրա համար սահմանադրությունը հիմա չեն փորձում փոխել, գցել են ընտրություններից հետո, որ յանի դա է պատճառը, էդ էլ ու պրծ,
Էս մի հատն էլ կբռնաբարեն ու վերջ։ Երեք օրինակը բերել եմ արդեն։ Կկույն ասում են ձակիտ քցի թե չէ հրեր են կացինը սրած դրած գնամ բերեմ ծառդ կդրեմ։ Ձակիտ տուր։ Էս մի ձակիտ էլ բդի տաս։ Իբր թե, էլ խաբար չեն։ 5 տարի պլան ունեն հանձնելու եւ զիջելու։ Մյուս պատճառը, ասեմ, ինչու։ Մյուս պատճառը, որ հիմա եթե դնեն հանրակվեն ու պատկերացրեք ժողովուրդը գնաց ու ոչ ասեց, ինչ են անելու։ Ինչ են անելու։ Ու ասենք թե ընտրություններին չընտրվեցին։ Ավելի լավ է հիմա ահաբեկ են պատերազմով, այն պատերազմով, որը վրոձի չկար, պրծել էր։ Արդեն խաղաղություն էր սկսել։ Ավելի լավ է հիմա ահաբեկ են պատերազմով։ Հետո կգնան ընտրություններից հետո, եթե կհավաքեն ինչ-որ ձայներ, Արամ Սարգսյանով բանով, հələ տեսեք ընդ քանի հատ Ադրբեջանի սիրահար կա։ Ադրբեջանական պահանջների համար քանիսն է պատրաստ խելոք հանդես գա։ Մեկը Նիկոլն է, Արադ Միրզոյանն է, այն Արեգ կա Քոչինյան։ Ինքն էլ չի խոսում, մեր տասովշիկն ունի հետը ֆրֆրացող։ Դա է այդպես ստատուս գրում բանանում։ Այդպես կան մի քանի հոգի, Արամ Սարգսյանն է, էլով կա։ Խուրշուջան, Մուրշուջան, այդ գծի վրա կան էլի տենց մի քանի հոգի։ Պրոֆեսիոնալ բանը։ Պրոֆեսիոնալ Նիտո պետք է Նիկոլան են քննադատում, բայց վճռական պահից Նիկոլի քամակն են պահում։ Քամակը գրական բառ է։ Հայոյանք չի։ Հա։ Թիկունքը նկատի ունեմ, հա, դա թիկունք է թարգմանում։ Հիմա ինչ եմ ասում։ Ահա, եթե հանկարծ Սահմանադրության հանրակրվեին ժողովուրդը ոչ քվեարկեց, Նիկոլը դեռ 5 տարի կունենա այս կամ այն պատրվակով բավարարել Ադրբեջանի պահանջները։ Այսինքն Սահմանադրության այդ նախաբանի հարցը կթողեն մի կողմ, որտեղ դա ստից պատճառ է, էլի դա պատճառ չի, որ Ալիևը սարքել է Հոռոմի պատմություն։ Դա պատճառ չի։ Այնտեղ շատ ավելի լուրջ պատճառներ կան, որից ամենակարևորը Արցախյան հարցի վերջնականապես փակումն է։ Հա, էդ էլ ասեմ, ես Արցախյան շարժման մասնակից չեմ։ Ես Արցախյան շարժման կողմնակից չեմ, արա ես ճշտի կողմնակից եմ։ Ճշտի կողմնակից, կա ճիշտ։ Ասա այդ ճիշտը ընկեր։ Երբ որ Բագրատ Սրբազանը վեր կացավ, ասեց ես եմ ասի, Արցախյան շարժում երկուս է անում, ու ես համաձայն չեմ դրա հետ։ Համաձայն չեմ ընկեր։ Ինչ ասեմ, առնվազն դրա ժամանակը չի։ Առնվազն, ես չգիտեմ էլ այդ ժամանակը կգա թե չի, բայց ճիշտ կանգեր Արցախցին ունի իրավունք, ոչ ոք չի կարա այդ իրավունքը չեղարկի։ Ոչ ոք չի կարա մեզ արգելի, որ մենք մեր երկրում դրա մասին խոսանք։ Դրա մասին բարձրաձայնենք, պետք է լինի գոռանք, պետք է լինի հայոյենք։ Ոչ ոք մեզ չի կարա դա արգելի։ Բայց ինչի է մեզ սեփական երկիր պետք։ Բայց կմտնենք մի երկրի տարածք, այդ մի երկրի նորմերով էլ կապրենք։ Տվյալ դեպքում ամենահարմար տեխնացուն ոնց հասկանում եմ Ադրբեջանն ու Թուրքիան են։ Հա Նիկոլ Փաշինյան, ինչ ասիր։ Հանրակրվեի դիր է հարցը օրինակ։ Ես համոզված եմ, եթե Հայաստանում կա այնքան մարդ, որ 67%-ով դու պետք է պարլամենտ անցնես, եթե Հայաստանում կա այնքան մարդ, որ պետք է Ադրբեջանի ախու վախու գնա այո քվեարկի քո առաջարկած սահմանադրությանը, եթե Հայաստանում այդքան այտենց մտածող մարդ կա, մի անգամից դիր Թուրքիայի կազմ անցնելու, Թուրքիայի Ադրբեջանի հետ միացյալ պետություն դառնալու հարցը դիր հանրակրվեի, մի անգամից։ Եթե այդքան մարդ կա Հայաստանում, որ կողմա քեզ 67%-ով ու 50+1%-ով պետք է քո սահմանադրությանը այո ասի, то ամոթանք տամ այդպիսի ժողովրդին, մի անգամից դի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ միացյալ պետություն հաստատելու մասին օրինագիծ։ Հանրակրվեի դիր այ մարդ։ Շվեյցարիային ոնց է, կա չէ 3 պետական լեզու, 3 թե 4, իտալերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պետական լեզու, տենց է կլինի այս երկրում, թուրքերեն, ադրբեջաներեն նույն բանն է, մեկ էլ հայերեն, կլինի 2 պետական լեզու, հայերեն և թուրքերեն, ինչ կլինի, որ ինչ վատ միտք է,
Ինչ պակաս խաղաղություն է, Նիկոլ Փաշինյան, պարոն վարչապետ, ինչ պակաս խաղաղություն այ մարդ։ Մեր ինչին է պետք այ մարդ երկիր, ռեալ էլի, մեր երկիրը պահում ենք, ինչ անենք, որ պետք է սահմանադրությունը Ալիևի ասելով փոխենք, ճամփեքը բացենք, փակենք Ալիևի ասելով։ Չգիտեմ, հարաբերություններ այլ երկրների հետ պետք է ասենք Ալիևի ասելով։ Մեր մեջ պետք է մեր Արցախի հարցը կամ ցեղասպանության հարցը խոսելու համար թույլտվություն ստանանք Ադրբեջանից ու Թուրքիայից։ Այդ ջանլաբե ժամանակ կլինի միացյալ երկիր, մի հատ իշխանություն, մի հոգուս թույլտվություն կհարցնենք։ Թե չէ հիմա մի հատ թույլտվություն ենք հարցնում Թուրքիայից, մի հատ թույլտվություն ենք հարցնում Ադրբեջանից։ Ասենց էլ բանը խառը վիճակ կլինի այ մարդ։ Ռեալ, բանակել մեզ պետք չի լինի զատո։ Են ոնց ես ասում, տարի ու կես չկե, չէ ծառայությունը, ես կողմնակից եմ մի տարի, բայց եթե լինի աշխարհազոր։ Եթե լինի աշխարհազոր, մի տարի ծառայությունը նույնիսկ կրթություն որպես հերիք է, այսենց հերիք է։ Բայց դա ուրիշ պատմություն է։ Հիմա Նիկոլ Փաշինյանն եկել է առանց աշխարհազորի, առանց բանի, այսպես անվոտ ու գլուխ որոշել է տարի ու կես ծառա։ Արա вообще բանակը գցրես։ Դու պատկերացրա ինչքան մարդ կգա քեզ կքվեարկի։ Ասպես էլ բանակ պետք չի, թուրքիական բանակը, ՆԱՏՕ-ի ամենահզոր բանակն է, Խուրշուջան, Մուրշուջյանն էլ ընդեղ վռած, շամպանսկի կբացեն։ Հենց այդ ելնում է Հայաստան ավտոմատ դառնում է ՆԱՏՕ-ական երկիր։ Պատկերացնում եք, սիրելի արևմտամերներ։ Արևմտամերներ, հենց մենք միանում ենք Թուրքիայի հետ դառնում ենք մի պետություն, տեղում դառնում ենք ՆԱՏՕ-ական երկիր։ Ինչ կայֆ է, չէ՞։ Ձեր սաղ ծրագրերը միանգամից կիրականանա։ Միանգամից։ Հələ պատկերացրա Թուրքիան էլ ասում ախպեր, հատուցում եմ տալի, եկեք Վանում, Ղարսում, Էրզրում, եկեք ապրեք, որպես միացյալ երկրի քաղաքացիներ։ Մի հատ չեպ եք աստեղ, մի հատ, թակ մի հատ հարց կա աստեղ։ Ծով ելք կունենանք միանգամից, հələ պատկերացրա։ Էլի սահմանները փակեն, բացեն, տեղով բացվում է։ Էլի չա պետք, ասեք։ Երջանիկ երկիր լինելու համար, այլ ինչ է պետք։ Թուրքն էլ խո գիտեք, էլ առաջվանը չի։ Ոչ գենոցիդ կանի, ոչ կմորթի։ Արցախցիներն էլ հանգիստ կգնան Ստեփանակերտում կապրեն։ Պատկերացնում եք։ Ավելին դրոշը ավելի կպարզանա։ Հիմա կարմիր, կապույտ, բան ծիրանագույն, խառը վիճակ է։ Մի հատ կարմիր գույն առնում ու պրզնում ես։ Պատկերացնում եք, Արարատ սարն էլ մերը կլինի արդեն։ Վստահ կարանք, ասենք որ Արարատն էլ է մերը, Արագածն էլ է մերը, Արարատ Միրզոյանին էլ Արաբատ չեն ասի թուրքերը դիտավորյալ, չոտքի կասեն Արարատ։ Հələ պատկերացրեք, մի հատ պրոբլեմ կա ստեղ։ Մի, պարոն Փաշինյան, կարող է հենց էսա ձեր պլանը։ Հələ ճիշտն ասեք։ Կարող է հենց էս որ ասի սենց, հենց էսի ձեր պլանն է։ Դրա համար մի 5 չէ 15 տարի է ձեզ պետք։ Հələ լավ մտածեք։ Կարող է էս ճակերտավոր պայծառ ապագան եք դուք պատկերացնում։ Ուղղակի չգիտեմ երաշխիքները որտե են, էլի։ Այդ մասին Նաիրա Պետրոսյան ոչ թե կսկսի մտածել, այդ մասին նա մտածում է արդեն մի 2 տարի։ Չի բացառում, որ այդ մասին մտածելով է նա էս երկրորդ, երրորդ անգամներն ընտրվել։ Արդյոք դուք սրա մասին չեք մտածում, պարոն Փաշինյան։ Սա սարքեք նախընտրական ձեր ծրագիրը ու ներկայացրեք ժողովրդին մի անգամից, այդ պերաշկի գզելու փոխարեն մի հատ այս ծրագիրը ներկայացրեք ժողովրդին ու ասեք սահմանադրությունն էլ որ չեք ներկայացրել միջև հիմա չեք գրում, որտեղ դուք չեք էլ ուզում որ մենք սահմանադրություն ունենանք։ Մենք պետք է Թուրքիայի սահմանադրությամբ ապրենք։ Ասեք մի անգամից ու պրծեք։ Հələ չեք ասել, չէ՞ որ Թուրքիայի սահմանադրությունը լավ սահմանադրություն է, բայց ինչքան գիտեմ թուրքերն են ուզում սահմանադրություն փոխեն։ Այ դա կակրած թուրքերն ու Նիկոլի 67% հայերը միանգամից մի հատ ընդհանուր սահմանադրություն կգրեն։ Թուրքերն են ուզում սահմանադրություն փոխեն, այդպես խոսակցություն կա իրանց։ Մի հատ սահմանադրություն կգրեն, կպրծնենք, վсё։
Այդ մի քիչ Ալիևի գործերը լավ չի լինի, որովհետև հիմա ինքն է իր երկրի ղեկավարը, այն ժամանակ ուրիշն ալնել։ Ու երևի այստեղ Ալիևը չի համաձայնվի, կմնանք մենք ու թուրքերը, պարոն Փաշինյան, հələ մտածի։ Կարող է ինձ սենց էլ ծրագրել ես։ Դրա համար շատ չէ զամառաչիված ալնում, միջանցք չի, ասում ես մեկ այս սաղ դառնալու է միացյալ թուրքական, հայ-թուրքական պետություն։ Բայց թուրքերը տենց չեն ուզի, տենց չեն ճանաչի, այդ ճանաչեին քրդերին կընդունեին, ասեին թուրք-քրդական երկիր։ Ստե մի բան թարս է այդում ոնց որ։ Դրա համար պետք է կաթողիկոսի ատամները քաշենք, Հայաստանում կաթողիկոսությունը երևի թե փագենք։ Դրա համար պետք է Թուրքիայից ասեն ով պետք է լինի այստեղ կաթողիկոս ու երևի բանը հենց թուրքական թեմ ոնց էր կոչվում։ Մի խոսքով թուրքական եպիսկոպոսը, Թուրքիայի եպիսկոպոսը պիտի լինի կաթողիկոս։ Մի խոսքով ժողովուրդ ջան, այդ պատերազմով վախացնելու թեման հիմար թեմա է եւ կարճ երեք ասել եմ այսօր էլ կրկնեմ։ Ես ուզում եմ երկիր, որը պատրաստ է պատերազմի, որը կարա պատերազմի։ Դե Նիկոլ Փաշինյանը վախացնում ասում է պատերազմա լինելու, ես չեմ հավատում, որովհետև Հայաստանը ի վիճակի չի պատերազմ անելու։ Ֆիզիկապես Հայաստանն ի վիճակի չի պատերազմ անելու։ Հայաստանը ցավոք սրտի չունի այդ մարտունակությունը։ Ուզում եմ ես Հայաստանը լինի մարտունակ այնքան, որ պատերազմ կարողանա վարի, առավել եւս ժամանակակից պատերազմ։ Իհարկե շատ եմ ուզում։ Ես ուզում եմ Հայաստանը ունենա քաղաքական, տնտեսական, դիվանագիտական եւ ռազմական այնպիսի կարողություններ, որ ունակ լինի պատերազմի, բայց ցավոք սրտի Հայաստանը ունակ չի։ Ունակ լինի ինքնապաշտպանության, դրա մասին է խոսքը։ Երբ որ ես ասում եմ պատերազմ, նկատի ունեմ ինքնապաշտպանություն։ Այո, ես ուզում եմ Հայաստանը պատրաստ լինի ինքնապաշտպանական պատերազմի, Հայաստանը լինի մարտունակ։ Այդ ժամանակ ես կհավատամ, որ կա խաղաղություն։ Ոչ թե քանի ամիս էլ խաղաղություն, հիմա պարզվում է բանը։ Ինչ եք ասում, ինչ խաղաղություն։ Պատերազմ ալնելու։ Տարվա սկզբում բանը, սեպտեմբերին ուրեմն հայտարարում որ խաղաղություն է, հետո բանը, մարտին հայտարարում որ պատերազմ է, հետո էլի սեպտեմբերին հայտարարել է որ խաղաղություն է, մարտին վախեցեք, խառնվեք իրար որ պատերազմ է։ Այս ժողովրդի հոգեկան վիճակը հերիք չի, խառնշտեք, խանգարեք, հերիք չի, պարոնայք։ Էլ ինչ Արարատ Միրզոյանը, մի բան էլ, որ, այլի Արարատ Միրզոյանի խոսքին անդրադառնամ, թե իրանք ինչ պետք է անեին, պետք է զիջեին հողերը, պետք է պատերազմ չանեին, պարոն Արարատ Միրզոյան, այդ լրագրողներից վազնանցի, այդ էլ ասեմ, դուք լրագրողներին հատուկ ջոգում եք այնպիսի մարդկանց, որ չկարանան ձեր հետ նորմալ հարցեր տան, նորմալ վեճ անել։ Բացառիկ մի երկու տաղանդավորները կան, խիստ տաղանդավոր լրագրողներ, նրանցից չհաշված են մնացածը, ոնց որ բանը, հատուկ մշակած լինեն, որ ասենք թերի միջնակարգ ինտելեկտից են կողմ չանցնի իրանց ոչ հարցերը, ոչ պատասխանները, ոչ էլ նրանց զրուցակցի հաղորդած ինֆորմացիայի ընկալումը։ Հատուկ ոնց որ ջոգած լինեն։ Հասկանում ես, հատուկ մի խոսքով, այդ մարդկանց հանձնիստ թողեք։ Դուք ինչ պետք է անեիք։ Ձեր առաջ դրած չի եղել, որ պետքա Արցախի անկախության հարցից հրաժարվեք։ Այո, դիվանագիտական լեզվով էդի պետքա այսպես հետաձգվեր։ Դուք էլ եք հասկանում, որ դա հրաժարվելու պես մի բան է, բայց ոչ իրական հրաժարում։ Բայց դե ուրիշ հարց է։ Դուք կարայիք ասեք, որ այ մարդ Սերժը եկել էր զիջելու վախտը, իշխանությունը տվել է մեզ, որ մենք զիջենք։ Ճիշտ է, կարայիք ասեք։ Այդքան բան։ Պարոն Արարատ Միրզոյան, առաջի օրվանից կարայիք ասել, որ դու KGB-ի իշմար արած մարդն ես, KGB-ի հետ քո գործանելու հաշվին քեզ ճանաչել են adekvat, կառավարելի, ենթարկվելի, քո ատամները հաշված է, քո շեֆին առավել եւս, որը կարծում եմ քեզանից ավելի բարձր KGB-ի հետ գործարքների մեջ է եղել։ Կարեք խոստովանեք, որ դուք էտեք, ԱԱՑ-ական եք, FSB-ի ֆիլիալ ԱԱՑ-ի կոնտրոլի տակ եք,
Ձեզ տրվել է իշխանություն, որ դու Ղարաբաղը վերադարձնեք, գրաված շրջանները վերադարձնեք։ Կարեք էդի ասեք։ Էդ ասեք։ Ոչ գնայիք պատերազմի, ոչ էլ չգնայիք պատերազմի, ոչ զիջեք, ոչ էլ չզիջեք։ Ճիշտը ասեք, որը տենց է։ Դրա գինը ձեր իշխանության գալու գինը Ղարաբաղը հանձնելն է։ Կարայք ասեք։ Կարայք ասեք, որ այդ նույն առաջարկ դարվել է Կարեն Կարապետյանին, վարչապետ, նախկին վարչապետ, եւ նա հրաժարվել է։ Հրաժարվել է վարչապետությունից։ Հրաժարվել է այդ քայլերից։ Կարայք ասեք, որ դուք վերցել եք իշխանությունը, այդ բերը իշխանության հետ վերցնելով։ Այսքան բան անեիք։ Ընդամենը։ Ես կարամ շարունակեմ, հետո ինչ անեիք։ Հաշվարկեիք, կարում եք պատերազմը հաղթեք, գնաք հաղթելու, պատերազմի, կարում եք դիմադրել։ Չեք կարում, չգնայեք ինչ բարդ բան կա ինգեր։ Հաշվարկում ես, դու չես կարում, այդքան խելք չունես։ Սկանդինավյան երկրներից բերում էիր մի հատ էքսպերտ խումբ, հաշվում էին քո բանակը, Ադրբեջանի բանակը, քեզ ասում էին, քանի օր հետո ես դու պարտության սպիտակ դրոշը տնկելու։ Ինչ բարդ բան կար դա։ Բայց սրա մասին չեմ խոսում։ Ինչ պիտի դուք անեիք, դուք պիտի խոստովանեիք, որ ձեզ իշխանություն տվել են, որովհետև Սերժենք պատերազմի կուսակցություն չէին։ Սերժենք չէին ուզում ոչ զիջեին, ոչ էլ ուզում էին պատերազմ անեին։ Որտեղ Սերժենք հասկանում էին պատերազմ անելուց կրվելու են, զիջելուց էլ դավաճան են կոչվելու։ Ու գցեցին ձեր վրա իշխանություն տվեցին։ Թե պատմության մեջ չլսված բան էր այ մարդ։ Սերժի պես կայուն նստած իշխանությունը, ամբողջ երկիրը ծալած տակը պարկացրած իշխանությունը, ինչը շատ վատ բան է, պարոն Սարգսյան։ Պարոն Սերժ Սարգսյան։ Այլանդականոց էր քո ղեկավարած Հայաստանը ու քո թիմն էր այլանդականոց ու դու ինքդ էիր այլանդականոց։ Ահա, էդ էլ ասեմ, չասեք Սերժին ջանջանա ասում, էլի, թեև Սերժի իմ համար տարբեր է։ Ամեն մեկն իր յուրովի տարբեր է, լավ, յուրովի, ամեն մեկն իր առավելություններն ունի ու ամեն մեկն իր աններելի արատներն ու թերություններն ունի։ Ամեն մեկն իր հակազգային եւ պետականակործան թե արատներն ունի, թե քայլերն ունի արած եւ ամեն մեկն էլ իր դրական կողմերն ունի եւ ամեն դեպքում երկրի համար այսքան թեկուզ արած լավ բան ունի։ Էդի ասեմ, այդ թվում Նիկոլը։ Բայց հիմա լավ, կարայիք ասեիք, որ Սերժը չգնաց պատերազմի, այ ընկեր, տվեց մեզ։ Չեստի ասեիք, ես ինչ կանեի։ Սերժին է կկանչեի, եթե կխոսայի զապիս կանեի, Քոչարին էլ կկանչեի կխոսայի զապիս կանեի, Լևոնին էլ կխոսայի զապիս կանեի, գեներալերին էլ կխոսայի զապիս կանեի տեսանյութերով, սա գախնի։ Այդ սաղ զրուցով կսարքեի մի հատ ֆիլմ, ժողովրդին ցույց կտայի, կասեի տեսեք ժողովուրդ։ Բոլորը միաբերան ընդունում են, որ հողերը պետք է վերադարձվի, բայց ոչ ոք չի ուզում դավաճանի պիտակ վերցի վրան։ Միջազգային երաշխիքների տակ այդ շրջանները կտայի բանակին հրաման կտայի հետ դառնալ։ Իսկ եթե բանակը չլսեր մի հատ զորավարժություն կանեի, մի հատ զորավարժություն։ Կբերեի մի հատ նատոյական, էլի նույն սկանդինավյան երկրներից, թեկուզ ոչ նատոյական։ Կբերեի կասեի մի հատ ստորաբաժանում, կասեի մի հատ զորավարժություն արեք։ Մի հատ ցույց կտայի բանակը ոնց է թարս կապուտը լնում մի հատ զորավարժության մեջ։ Այստեղ թիկունքում։ Ու կասեի այդ գեներալներին էլ, զինվորներին էլ, սպաներին էլ։ Կասեի տեսակ։ Մի հատ այդ բեսպիլոտնիկ ատական ցույց կտայի վրները։ Կասեի տեսակ։ Դիմադրում եք, չէ։ Բա ինչ եք ուզում։ Կոտորվել եք ուզում։ Ուշա, լիկվիդ է կդրվել ենք։ 30 տարի ոչ մի բան, 30 չէ։ 2000 թվից հաշվենք։ Քանիսներ։ 18 տարի։ 18-20 տարի ոչինչ չեն կարել, ախպեր ջան։ Չեն կարել, ընկեր։ Օրինակ սենց կանեի, Արարատ Միրզոյան, այնքան բան կարելի է, կամ եթե բանակըտ կարում ես 2 տարում ոտի հանեց, 2 տարում ոտի հան կրվի գնա, ոչ են է կարել, ոչ են է կարել, ոչ են է կարել, ասում է հիմա մեզ մեղադրում են, մեկը խիչ եք կրվե, խիեք, մյուսն ասում է խիեք կրվե, իրար ախպեր, որտև ամեն ինչի մեջ մեղավոր եք, ամեն ինչի մեջ մեղավոր եք, ամեն գալատ արել եք, համեն է կարել, համեն է կարել, ու իշտ էլ արել եք, վատ է կարել,
Այդ էլ տենց էլ ինչ կար այդ հարցազրույցից հետաքրքիր։ Սա կարող է անին է ասում, սա կարող է ուզում է տեխնատություն դնի, բժիշկ ուսուցիչ բան որ բոլորը դարձել են քաղաքակետ։ Հարգելի անի, հələ մի բժիշկ մի հատ նորից ասա, էլի։ Գիտես այդ ինչ է, աչոնջա։ Ես չգիտեմ, ձեր տանը բոլորը միասին, այդքան բարձրագույն կրթություն միասին վերցած ունեն, քան միայն ես եմ ստացել։ Նորից ասա բժիշկ։ Ցանկացած այլ համալսարան, երկու համալսարան կավարտես մի հատ բժշկական ամբողջական կրթություն ստանալու համար։ Մի հատ նորից էլի ասա բժիշկ։ Նոր ասում էի, երկրից թիվ 1 դիվանագետի պատրաստվածության աստիճանը, որ լրագրողի հարցին արցախցիների վերադարձի իրավունքի մասին հələ նոր է մտածում։ Այնինչ ես ձեզ ներկայացրեցի, դրա 80%-ը գիտեի ի սկզբանե, 20%-ն էլ նոր ChatGPT-ին հարցրեցի, կրկնակի ստուգեցի, այսինքն այնպես չի, որ նա ինչ ասեց, ես դե կրկնում եմ։ Կրկնակի ստուգեցի եւ հաղորդում եմ։ Մի հատ նորից ասա բժիշկ։ Եվ մի պուճուրիկ գաղտնիք ասեմ։ Ես բժշկական մասնագիտության մեջ ունեմ 3 առանձին մասնագիտական դիպլոմ, 3 բժշկական դիպլոմ։ Հասկացաք, այ եւ որ կասես բժիշկ, ուրեմն 3 անգամ կասես բժիշկ, վերջում էլ ջան։ Այ այդպեսի բաներ, մի քիչ գլուխս գովամ, ինչ անեմ, ես էլ մահկանացու, այդպես վիրանվորանքներից կատաղող, վերջացնենք այս թեման ինչ հարցով։ Այո, ես ուզում եմ պատերազմի պատրաստ, պատերազմի ունակ երկիր։ Ես կերազեմ այն օրը, երբ Հայաստանում իշխանության կգան ուժեր, որոնք պատրաստ են պատերազմի։ Հարցեր, պարոն Փաշինյան։ Ու այս խոսքը կրկնելու եմ այսուհետ, եւ պատերազմ ասելով ես նկատի ունեմ ինքնապաշտպանություն, եւ պատերազմի պատրաստ լինել ասելով ես նկատի ունեմ մարտունակություն։ Այսուհետ գնացեք ու սաղ նիկոլականներին ասեք։ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ուզում են պատերազմի պատրաստ իշխանություն։ Եվ եթե Նիկոլը վախեցնում է մեզ, թե ինչ որ իշխանություն կա, որ պատերազմա ուզում, սուտ եք ասում։ Չկա այդպիսի ուժ, եւ որ շատ էլ ուզի չի կարա լինի, որովհետեւ չկա Հայաստանում պատերազմելու պոտենցիալ, տնտեսական, ռազմական, քաղաքական, դիվանագիտական եւ այլն։ Հայաստանը, որ շատ էլ ուզի ի վիճակի չի։ Եվ բոլոր նիկոլականներին ասեք, ես ուզում եմ պատերազմի պատրաստ երկիր ու իշխանություն։ Ու ես ամեն ինչ անելու եմ, որ իմ երկիրը դառնա պատերազմի պատրաստ երկիր, եւ ես ամեն ինչ անելու եմ, որ լինեմ պատերազմի ունակ իշխանություն։ Դե գնացեք, որտեղ ձեր կիսատ պռատ խաղաղությունը կասեք, պերաշկու հոտը վրից բանանող, վանյա տանող, այնտեղ մեր պատերազմն ու մարտունակությունն ու ինքնապաշտպանության իրավունքը կասեք։ Եղավ 67%-անոց հայրենակիցներ։ Թերևս այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։ Մի շնոր հանդիպում, հարազատներս։ Կոդրելու ենք այս Նիկոլի համբալական պարադիգմերը, պրիմիտիվը սենց։ 67%, ախորժակիտ կացախ։ Քեզ ու քո շիստյորկեքին, որոնք իբր թե տենց հայրենասեր հայրետանտենչներ են։ Իբր թե նատո են ուզում։ Ասեք Թուրքիա պրծեք, էլ ինչ եք ասում նատո։ Լավ այսքանը։ Լավ մնացեք։